Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, ATV ուղիղ եթերում եւ իհարկե այս պահից տաղավարից ձեզ սիրով ողջունում են Սուրենը, Սոնան, Ալդրինեն, լավ տրամադրություն, Արևն ու Ժպիտը։ Բարի լույս, սիրելի Սուրեն, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրը սկսում է իր ընթացքը, այնպես որ հարմար տեղավորվեք էկրանների առջև եւ մեզ հետ ունեցեք դրական, լուսավոր, ջերմ, ինչու ոչ արևոտ, առավոտ։ Այո, արևոտը անպայման, որովհետև դրսում այսօր արևն է բոլորից պակասում, մի քիչ էլ անձրևային է տրամադրությունը, բայց կապ չունի, եթե դուք առաջին ծրագրին եք հետևում, ապա մեր ներսի արևը հաստատ կարող է տալ այն մեծ չափաբաժինը, որն ամբողջ օրվա ընթացքում ձեզ կբավարարի։ Դե մնացածն էլ արդեն ձեր ձեռքերում է։ Իսկ մենք փորձենք նաև այս ամենը համեմել հետաքրքիր ինֆորմացիայով, հետաքրքիր հյուրերով, համեղ խոհանոցով ու լավ տրամադրությամբ։ Այսօր արդեն մայիսի 13-ն է, Սուրեն, օրը երեքշաբթի եւ թերթերով պատմության էջերը նշեմ, որ 1936 թվականի մայիսի 13-ին ծնվել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հովիկ Հախվերդյանը։ Կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը 1959 թվականին հաջողությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, բայց այն չի դարձել նրա համար մասնագիտական ճանապարհ։ Արվեստի գրականության մթնոլորտում մեծացած երիտասարդն ընտրել է կինոյի ճանապարհը։ Այդ ընտրության մեջ մեղքի իր մեծ բաժինն ուներ եղբայրը գրականագետ, թատերագետ, թարգմանիչ Լևոն Հախվերդյանը։ Հենց նրա հորդորով համալսարանն ավարտելուց հետո Հովիկ Հախվերդյանն ընդունվեց Հայ ֆիլմ կինոստուդիա, այնուհետև երկար տարիներ աշխատեց հեռուստատեսությունում որպես ռեժիսոր, իսկ երբ բացվեց Երևան ստուդիան, անմիջապես տեղափոխվեց այնտեղ։ Իր առաջին Վարդան Աճեմյան վավերագրական ֆիլմը Հախվերդյանը նկարահանեց Մարատ Վարժապետյանի հետ։ Կես դարյա տարեգրություն, Հակոբ Կոջոյան, Վասպուրական, Ավետիք Իսահակյան, Գորանի, բազմաթիվ այլ վավերագրական ֆիլմեր, որոնք Հախվերդյանը նկարահանեց հետագա տարիներին, իսկ 76 թվականին նա ստեղծեց իր առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը Ճանապարհին, ավելի ուշ նկարեց նաև Սերոփի ծառը, որը միանգամից սիրվեց ու մեծ ճանաչման արժանացավ։ 1983 թվականից նկարահանել է Մատենադարան ֆիլմաշարը, սցենարը Հախվերդյանի եւ Կիմ Բաքշիի։ Այսօր նաև հայ անվանի բժիշկ, սրտային վիրաբույժ, Հայաստանի ազգային հերոս Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է։ 90-ականների սկզբից մինչև օրս Հրայր Հովակիմյանը հազարավոր կյանքեր է փրկել, իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել Հայաստանում սրտաբանության զարգացման եւ սրտանոթային վիրաբուժության ծառայության հիմնադրման գործում։ Հրայր Հովակիմյանը առաջին հայ բժիշկն է, որն արժանացել է ազգային հերոսի կոչման։ Այո, եւ մենք նաև շնորհավորենք բոլոր այն հոբելյարներին, ովքեր այսօր արդեն իրենց տանը նշելու են իրենց իսկ ծննդյան օրը եւ պատրաստվում են հրավիրել նաև հարազատներին ու ընկերներին։ Իդեպ ասեմ, ուժի մեջ է մնում այն խորհուրդը, որ ձեր տոնը վերածեք խելահեղ տոնի, սա շատ կարեւոր է։ Այո, եւ քանի որ այսօր արդեն նշեցինք մայիսի 13-ն է, եղանակից մի փոքր առավոտյան խոսեցինք, երեք ավելի մանրամասն խոսել ենք, որ մինչև մայիսի 17-ը արդեն անձրևներ են լինելու եւ ինչպես Գագիկ Սուրենյանն է նշել, մարտը վերադառնում է մի քանի օրով։ Հիմա առաջարկում եմ հասկանանք, թե այս ամենը ինչքանով է անդրադարձել Երևանում խցանումների եւ երթևեկության վրա։ Շատ վատ, Սոնա ջան, շատ վատ, որովհետեւ կա նաև վթարներ կան էլի բավականին, ինչը շատ այսպես խոչընդոտում է երթևեկություն։ Աճարյան փողոցում կա վթար, որը արդեն գալիս է դեպի Միասնիկյան, այնուհետև շարունակվողը դեպի նույնպես Արաբկիրի շրջան գնացողում դեպի նույնպես վթար կա, այստեղ նկատում ենք բավականին շատ, եւ Միասնիկյանում էլ արդեն իսկ վթար կա, որի հետևանքով 3-4-րդն էլ կար այն կողմ։ Գայի Պողոտան տեսնում ենք էլի ծանրաբեռնված է, 4-րդ վթարն էլ կա արդեն մասիվի այդ բարձրադիր հատվածներում, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով այդ հատվածը ամբողջությամբ խցանված է եւ խցանումները տեղափոխվում են նաեւ փոքր կենտրոն, այստեղ նույնպես Սարալանջի խցանումներով լի է, ուսանողական հատվածը Մայրաքաղաքի լի է խցանումներով։ Այստեղ տեսնում ենք նաև Հակոբ Պարոնյան փողոցը նույնպես խցանված է, Աթենքի փողոցը նույնպես խցանված է, Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է դեպի բարեկամություն բարձրացող հատված, այնուհետև Բաղրամյանի ճնող եւ Օրբելի եղբայրներ փողոցը նույնպես այս պայծառությամբ բավականին շատ խցանված է։ Գնանք դեպի երրորդ մասի հատված եւ հասկանանք Իսակով Պողոտան նույնպես այս պայծառությամբ խցանված է, երրորդ մասում էլ կա վթար եւ վթարի հետևանքով էլ արդեն իսկ Սեբաստիա փողոցից հետո շարունակվող փողոցում նույնպես այս պայծառությամբ
կա խցանում։ Գարեգին Նժդե փողոցը խցանված է, մի խոսքով քաղաքը իր տրամադրության ու տրամաբանական խցանումների մեջ է։ Գուցե անդրամաբանական, Սուրեն, որովհետև իսկապես արդեն կամ պետք է անդրադառնանք, որ փողոցներն են բաց, որովհետև գրեթե բաց փողոց չկա, եւ մյուս պարագայում էլ 7 րոպեանոց ճանապարհը ես օրինակ գալիս եմ 30 րոպեում եւ դա ինձ դուր չի գալիս։ Սոնա ջան, այսօր 30 րոպեում, վաղը 50 րոպեում կգաս արդեն, այնպես որ այսպեսին է, քանի որ Թամանյանը ժամանակին չէր նախատեսել այսքան շատ մեքենաների հոսք եւ Երևանյան մեր փողոցները բավականին այսպես նեղլիկ են։ Այդպեսին է նաև եվրոպական շատ հին քաղաքների փողոցները, բայց չգիտես ինչու այնտեղ կարողանում են այդ ամենը կարգավորել։ Դե հուսամ կգա ժամանակը մենք էլ արդեն կանոնակարգված, եթե յուրաքանչյուրս մեր գիծը բռնած, ինչպես ասում են, վարենք մեր մեքենան եւ չխշտապենք, որովհետեւ չգիտես ինչու բոլորը մտածում են, որ մենակ իրենք են շտապում եւ փորձում են մանևրել, դրանից էլ արդեն ստացվում են խցանումները, էլ չասենք վցաները։ Բայց չխոսենք այդ ամենի մասին, համեղի մասին խոսենք։ Այս ամենի մասին տեղափոխվենք խոհանոց, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին, իրենից ստանանք դրականի չափաբաժինը եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի առավոտ թանկագին իմ գործընկերներ։ Բարի առավոտ նաև մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ, ուշադրություն մի դարձրեք ոչ մի բանի, առօրյա հոգսերը սրանք ոչինչ անցողիկ են։ Սիրելիներս, մենք այսօր միասին պատրաստելու ենք շատ համեղ տաք ուտեստ, որը իհարկե կարելի է նաև համարել ինչու ոչ, եթե այսպես հիմնական ուտեստ չպատրաստենք օրվա ընթացքում, ապա նախ ուտեստ հաստատ կարծում եմ շատ լավ կստացվի։ Եվ դրա համար ինչ է մեզ անհրաժեշտ, մեզ պետք է սունկ, մեզ պետք է կարտոֆիլ, մեզ պետք է թթվասեր, կարագ, ալյուր, պանիր, մի քանի բաղադրիչներ, որոնք շատ հարստացնում են այս իհարկե ուտեստը եւ շատ համեղացնում են, շատ հարուստ համ է ստանում։ Ես կարծում եմ սունկ, կարտոֆիլ այս համադրությունը շատ համեղ է, իսկապես շատ համահունչ է եւ շատ համեղ եւ շատերը սիրում ենք, իսկապես շատ ենք սիրում։ Ինչ ենք անելու, կարտոֆիլը պետք է չիպսի վերածենք, շատ բարակ կտրատենք եւ այն պատրաստենք շատ քանակության բուսայուղի մեջ, որպեսզի ստանանք այն էֆեկտը, այսպես ասած չիպսի էֆեկտը եւ իհարկե հետո արդեն այսպես ընթացիկ ուրեմն պատրաստենք մեր բոլոր բաղադրիչները այդ ուտեստը ստանալու համար։ Ես հենց հիմա, հենց այս պահից սկսած կսկսեմ կարտոֆիլը մշակել, այն իհարկե պետք է շատ բարակ կտրատել։ Հիմա մենք ունենանք կարճատև դադար, այնուհետև կվերադառնանք եւ միասին կշարունակենք մեր գործը։ Մնացեք մեզ հետ։ Դե ամեն դեպքում, եթե եղանակը ազդում է ձեր տրամադրության վրա, փորձեք այդ ամենի վրա ուշադրություն չդարձնել, որովհետև մենք հենց այդպես էլ անում ենք եւ յուրաքանչյուր առավոտ ձգտում ենք դեպի արևը, իսկ արևը մեզ տալիս են նաեւ մեր հրաշալի ընկերները, ովքեր պատրաստ են իրենց ռոզե փրփրում գինու հետ միասին տալ այդ տրամադրությունը եւ գեղեցիկ զգացողությունները։ Բրիզը, որը ներկայացնում է Ջովանի գինու գործարանը, այսօր իսկ արդեն հասանելի է եւ կարող է յուրաքանչյուր հետաքրքիր առիթի սկիզբը հանդիսանալ, այնպես որ փորձեք ձեր առիթները ուրախ տոները կազմակերպել հենց բրիզի հետ միասին։ Եվ գինու հետ չմոռանաք իհարկե առանձնացնել Էլոլայի պանիրների լայն տեսականին եւ այս ապրանքանիշը առանձնանում է նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերքով։ Ձեռք բերեք եւ վայելեք բնականը ու զգացեք բնական կաթի համը հենց Էլոլայի հետ միասին։ Եթերը սկսելուց առաջ մենք այստեղ տաղավարում ընկանք երազանքի գիրկը եւ ես օրինակ մտածեցի, որ կարելի էր գնալ Պորտոֆինո, Իտալիայի բարձրադիր լեռնային հատվածներից մեկը, որտեղ ներքևում լեռների ներքևում ծովն է շողշողում եւ իհարկե վայելել հրաշալի ամառային տրամադրությունը, բայց հետո երկար մտածելուց հետո հասկացանք, որ մենք նույնպես ունենք նման հրաշալի ու գեղատեսիլ վայրեր, պարզապես չենք բացահայտում, մի քիչ ալարում ենք այդ անել կամ էլ պարզապես ժամանակ չենք գտնում։ Մեր Արտուրը դեմ ելնելով այդ բոլոր կարծրատիպերին ժամանակ է գտել եւ փորձել է մեզ բոլորիս համար բացահայտել հենց այդ վայրերը։ Գյումրու փողոցներում ամեն ինչ պատմություն ունի, ճարտարապետությունը, բակը, իսկ ամենակարևորը մարդիկ, ովքեր պարզ են ու շիտակ, ժպտում ու բարևում են անծանոթին ու բարի են առանց պատճառի։ Գյումրին մի ամբողջական էմոցիա է, կերպար, որը չի փոխվում, անկախ ժամանակից։
Գյումրու բակերը առանձին աշխարհ են։ Այստեղ իրական կյանքի թատրոն է, որտեղ ներկայացումները խաղում են բաց երկնքի տակ, առանց բեմի ու հանդիսատեսի։ Բակերում է ծնվում գյումրեցու հումորը։ Եթե մի քիչ ուշադրի լինեք, կհասկանաք, որ հումորը այստեղ միայն ծիծաղելու համար չէ, միայն անելու համար չէ։ Հումորը Գյումրիում ապրելակերպ է։ Գյումրու բակերում մարդը մենակ մնալ չի կարող, եթե նույնիսկ դա շատ ուզի։ Հենց դա է Գյումրու գաղտնիքը։ Իսկ հիմա մենք գտնվում ենք մի պատմական բակում, որտեղ նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» ֆիլմի մեծ մասը։ Սա Աբովյանի ճեմափողոցն է։ Այստեղ հանգստյան օրերին միշտ մարդաշատ է ու տիրում է ուրախ բարձր տրամադրություն։ Ու ինչքան ուրախ ու երջանիկ եմ ես, որ քաղաքս հենց այսպիսին եմ տեսնում։ Գյումրեցու հումորն այնպիսին է, որ մի ձեռքով ծիծաղեցնում է, մյուս ձեռքով սրտիդ կպչում։ Խոսքը հումոր է թվում, բայց մենք գյումրեցիներս նույնիսկ ամենադաժան պատմությունը այնպես ենք պատմում, որ վերջում դեմքիդ ժպիտ է հայտնվում, ու այդ ժպիտը դառնում է կյանքի հետ լեզու գտնելու ձևը։ Իսկ իմ հետևում անեկդոտների պատն է։ Այստեղ գրված են իսկական գյումրվա կատակներ, վերցված փողոցներից, կենցաղից ու ոչ մեկը հորինվածք չէ, բոլորը լսած են, ածված են, ապրած են։ Ու եթե ուզենաք հասկանալ, թե ինչու է Գյումրին Գյումրի, ուղղակի եկեք այս պատի մոտ։ Սա հուշարձան չէ, սա թանգարան չէ, սա կյանքի ու ծիծաղի խառնուրդն է, գրված պատի վրա։ Եղանակը խելագարվել է, մերթ արև է, մերթ անձրև, ամպրոպ, քամի։ Եթե գալիս եք Գյումրի, ապա անպայման պետք է հաշվի առնեք դա։ Ու եթե գալիս եք Գյումրի, ապա անպայման պետք է այցելել Գյումրի Էքսպրես ռեստորան, որովհետև այստեղ տիրում է հիանալի մթնոլորտ ու գործում են սպասարկման ոչ ստանդարտ մեթոդներ։ Եկեք ասեմ։ Ռեստորանն առաջարկում է բազմազան մենյու, հայկական խոհանոցից սկսած, վերջացրած իտալականով։ Գյումրի Էքսպրես գալը դառնում է մի ամբողջական արկած, իսկ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պատվերները մատուցում է սեղանների վրայով անցնող գնացքը։ Չեք հավատում, ինքներդ տեսեք։ Հաճույք ստացեք այս համերից, վայելեք այս հիանալի մթնոլորտը ու դարձեք այս համեղ ուղևորության մի մասը։ Շնորհակալություն։ Խոսքերն ավելորդ են։ Պետք է ուղղակի գալ Գյումրի Էքսպրես ու վայելել այս համեղություններով։
Շնորհակալություն Արթուրին շատ հետաքրքիր տեսանյութի համար եւ իհարկե Գյումրին կարծում եմ, քանի որ Արթուրը շատ ձուկը ջրում է Գյումրիում կշարունակի բացահայտել եւ դեռ հետաքրքիր տեսանյութեր կլինեն առջևում։ Դե ես այլ առաջարկում այս պայն հետաքրքիր նաեւ համեմենք համեղությունները, որովհետեւ Ադրինեն ջանք չի խնայում, որպեսզի այսօր եւս մեզ տա այն հրաշալի համեղությունը, որը ինքը հիմա իսկ պատրաստում է Ադրինե։ Շնորհակալ եմ սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, միացեք մեզ, այսօր պատրաստում ենք շատ համեղ ուտեստ։ Ինչ է մեզ պետք այս ուտեստը պատրաստելու համար, կարտոֆիլ, սունկ, պանիր, թթվասեր, կարագ, ալյուր, իհարկե ես հերթականությամբ կասեմ, որից հետո, բայց բաղադրիչները սրանք են, առանձնապես շատ այստեղ մեծ քանակությամբ բաներ մեզ պետք չեն, այս մի քանի բաղադրիչ է, բայց դրա փոխարեն ստանում ենք շատ համեղ, շատ հագեցնող եւ շատ գեղեցիկ մի ուտեստ։ Ինչ ենք անելու։ Ահա, ես ասացի, որ կարտոֆիլը պետք է չիպսի վերածենք։ Ես այս ընթացքում հասցրեցի գոնե 2 կարտոֆիլը այսպես բարակ կտորների վերածել, շատ բարակ, սիրելիներս, պետք է կտրատել շատ բարակ։ Եվ հիմա այս թավայի մեջ իհարկե տաքանում է մեր շատ բուսայուղը։ Կարտոֆիլը պետք է տապակենք, որպեսզի ստանանք չիպսի էֆեկտ, շատ բուսայուղ է մեզ պետք։ Համարյա ֆրի տարբերակ։ Ահա, ես փորձեմ զգուշությամբ այսպես ուղարկել յուղի մեջ, որպեսզի շատ արագ նրանք տապակվեն։ Հենց տապակվեցին, մի փոքր չորացան, ես իհարկե կհանեմ ուրեմն յուղի միջից եւ այն կլցնենք մի ամանի մեջ, որտեղ ես կտեղադրեմ անձեռոցիկ, որպեսզի ավելի լավ յուղը քաշվի։ Հիմա կրակը բարձրացնեմ։ Իհարկե, այստեղ կարող եք հենց տապակվելու ընթացքում սիրելիներս համեմունք լցնել, կարող եք տապակվելուց հետո, երբ կլցնեք համապատասխան ամանի մեջ, այդ ժամանակ մի փոքր աղ եւ սև պղպեղ ցանել, ինչը ես այդպես էլ կանեմ։ Հիմա չեմ լցնի համեմունք, ավելի ուշ։ Ահա, այսպիսի տեսք է ստանում մեր կարտոֆիլը։ Սա թողնեմ մի կողմի վրա։ Մեկ կարտոֆիլը միասին հիմա կտրատենք, որպեսզի դուք տեսնեք, թե ինչի մասին է խոսքը։ Ահա տեսեք ինչքան բարակ են ստացվում այս կարտոֆիլները։ Մենք փորձենք միասին էլ կտրատել, գոնե մեկ կարտոֆիլը, հետո արդեն կանցնենք սնկի պատրաստմանը։ Ես ուզում եմ սնկի հետ կապված ես առաջարկել մի լայվ խաղ, բայց քիչ ավելի ուշ։ Հիմա կարտոֆիլը կտրատենք եւ անցնենք առաջ։ Ահա, լավ բարակ շերտերի ենք կտրատում կարտոֆիլը եւ շատ այսպես բարակ փորձում ենք այն վերածել ձողիկների։ Այսպիսի բարակ շերտեր են մեզ պետք, որքան բարակ, այնքան ավելի եւ արագ կտապակվեն եւ ավելի լավ կլինի։ Այսպիսի տեսք պետք է ստանա մեր կարտոֆիլը։ Ցանկության դեպքում սիրելիներս, կտրատելուց հետո, եթե մի փոքր ձեր ժամանակ է պետք այս բոլոր գործողությունները կատարել, այսինքն նախապատրաստվել, կտրատելուց հետո անմիջապես կարտոֆիլը լցրեք սառցաջրի մեջ եւ գույնը կպահպանվի եւ խրթխրթան վիճակները կպահպանվի, մինչ մեկ չափաբաժինը կտապակեք, հետո կանցնեք մյուսին։ Այս էլ նկատի ունեցեք, այնպես որ Ադրինե, ողջույն Սուրեն ջան։ Էլի ողջույն։ Ես տեսնում այդտեղ թթվասեր կա։ Այո, այսօրվա մեր ուտեստը թթվասերով է պատրաստվելու։ Իսկ ես։ Իսկ դու գիտեմ, որ արդեն քաղցած ես եւ քեզ, այո, կարելի է այստեղից համեղ վայելել։ Սնունդ է պետք, այո, քամած մածուն կարող ես վայելել, ինչու ոչ մենք կարող ենք բաստուրմայով պանիրը փորձել։ Ադրին հասկացավ ես ինչ եմ եկել, որովհետև հիշեցնեմ, որ էլոլանունի շատ հետաքրքիր տեսակ պանիր բաստուրմայով, ինչը շատ համեղ է եւ շատ այսպես համահունչ ամեն ինչի հետ։ Ամեն ինչի հետ, իհարկե։ Ես հիմա քեզ կարող եմ մի տախտակ փոխանցել եւ դու շատ կուզեմ, որ դու ինքդ կտրատես հեռուստադիտող տեսի, քանի որ ես հիմա այս պահին զբաղված եմ։ Դու կարող ես։ Ես եկել եմ հենց քեզ օգնեմ այդ հարցում։ Ես գիտեմ, թողնեմ, որպեսզի դու քո ժամանակը ծախսես այս ամենի վրա։ Ես ինքս կանեմ։ Գիտեմ, սիրելիս, ես բացարձակ խնդիր չկա։ Տախտակ եմ փոխանցում եւ մի գեղեցիկ սուր դանակ, ալյուրը կարող ենք ժամանակավորապես դնել այստեղ։ Ես քեզ դանակ եմ փոխանցում, մի րոպե, ահա։
Այսպես։ Դու կտրատում ես պանիրը, ես հետևում եմ, որպեսզի կարտոֆիլը չայրվի, այո, ասեմ, որ ես չեմ ճանաչում մի մարդու, ով չսիրի տապակած կարտոֆիլ։ Այո։ Երբ թե երկիր մոլորակի վրա չկա տենց մարդ, ով չսիրի։ Իսկապես։ Դու ճանաչում ես ինչ-որ մեկի ով Ես ոչ, գոնե իմ շրջապատում չեմ ճանաչում այդպիսի մարդ, հատկապես երեխաները, Ժորժ ջան, գիտենք, որ երեխաներին երբ ասես ինչ պատրաստենք, ասում են տապակած կարտոֆիլ։ Փոքր ժամանակ մենք սկսում ենք շատ սիրել, հետո արդեն մեծանում ենք ու առանց այդ կարտոֆիլի չենք կարողանում։ Այո, ես կուզեմ, որ մեր հեռուստայտողը տեսնի, թե ինչպիսի տեսք ունի բաստուրմայով պանիրը, այն շատ համեղ է, այն յուրահատուկ է, սեղանների զարդ կարող է լինել, երբ գեղեցիկ սեղան ես պատրաստում եւ պանրային ափսը եթե հավաքես, այսպիսի սիրուն սեթ հավաքես, անպայման սա ներառեք այդ սեթի մեջ, որովհետեւ Մեր արդեն ասած բաժին ասում։ Ոչ, нет, Դեդ Մորոզին։ Իդեպ ասեմ նրանք, ովքեր նախընտրում են երեկոն անցկացնել ընկերների հետ միասին եւ գարուց պատրաստված համեղ այդ որի ծագումը գալիս է Հայաստանից, կարող է սա լինել հետաքրքիր համեմունք, հա, գարեջրի հետ, չգիտեմ, սա պարզապես փոքրիկ հուշում իմ կողմից։ Այո, շատ ճիշտ ես, ես քիչ առաջ նշեցի, եթե պանրային սեթ հավաքվի, սա անպայման ներառեք, այո, հատկապես ֆուտբոլասեր մարդկանց համար, երբ ֆուտբոլ են դիտում կամ լավ ֆիլմեր դիտող մարդ, այդ ընթացքում շատ հաճելի է համեղ ինչ-որ հետաքրքիր բաներ լինի սնվելու եւ սա այդ տարբերակներից մեկն է։ Եթե այս բանը մեզ դիտում են LOL-ի ներկայացուցիչները, հատկապես տնօրինությունը, ուզում եմ ասեմ, որ շատ համեղ է եւ ինձ շատ է դուր գալիս։ Դեմ չեմ լինի մի ամբողջական տուփ, այո, մեզ ուղարկեք, պես որ շատ համեղ է, իսկապես Ժորժ։ Եթե ինչ-որ բան ունենք ավելացնելու, թե ես հիմա շարունակեմ իմ ուղերձը LOL-ի տնօրինությանը ու Բայց ես բան ունեմ ասել։ Ես իմ հեռուստայտողին խոստացա, որ սունկը լայվ խակի տարբերակ կառաջարկեմ, ինչպես կարելի է սունկը լվանալ, այսինքն մաքրել։ Ես ինձ մոտ արդեն մաքրած, լվացած վիճակում է սիրելիներս, բայց ուզում եմ անպայման միասին եւս մեկ անգամ այս տարբերակը կիրառենք, որպեսզի դուք էլ, այսինքն այս ձևին, այս լայվ խակին, այո, ծանոթանաք։ Ուրեմն սունկը լցնում ենք մի ամանի մեջ կամ կարող եք նաև տոպրակի մեջ լցնել, որևիցե մի տոպրակի մեջ, ալյուր ցանել վրան։ Բավականին շատ, որպեսզի առատ թաթախվի ալյուրի մեջ, այսպես։ Եվ մի փոքր սոդա, ես հենց հիմա կբերեմ սոդան։ Հետաքրքիր գործողությունների շարք է։ Այո, գործողությունների շարք է, բայց շատ լավ լվացվում է։ Մի փոքր, ահա, շատ աննշան։ Հիմա շատ լավ խառնում ենք այն։ Եթե տոպրակի մեջ լցնենք, շատ ավելի լավ կթափահարենք, բնականաբար, ես չուզեցի, այսպես ասած, այս պահին դա անել, այդ գործողությունը։ Լավ, այնքան ենք խառնում, մինչև լավ թաթախվի բոլոր սնկերը։ Ահա, մի քանի րոպե թողնում ենք, մնում է այս վիճակում։ Այնուհետև հոսող ջրի տակ, սառը ջրի տակ լվանում ենք այն։ Ես քիչ հետո, երբ դադար ունենանք, կլվանա մեր սունկը, բայց գործողությունը մոտավորապես այսպիսին է։ Ինչ է անում ալյուրը եւ սունկը։ Ինչ է անում։ Եվ տեսքն է պահպանում, եւ գույնը բավականին լավ սպիտակեցնում է։ Եվ իհարկե բոլոր միկրոբները մաքրում է։ Ամենակարևորը, որովհետև սունկը շատ այսպես իր արանքներում թաքնված, այո, թերթիկների արանքում թաքնված միկրոբներ կան, որոնցից պետք է ազատվել։ Եվ սա շատ այս միջոցը օգնում է, այս գործողությունը շատ օգնում է ազատվել այդ բոլոր խնդիրներից։ Այ այսպես, ես կթողնեմ քիչ հետո այն կլվանանք, արդեն ջրքամած կսկսենք կտրատել այն, իսկ մեր կարտոֆիլը, այո, նյու բիժալը, Սուրեն, բայց շատ լավ, արդեն մեր հեռուստայտողը եթե տեսնում է, արդեն տեսեք ինչպիսի տեսք է ստացել մեր չիփս կոչված այս կարտոֆիլը, շատ արդեն եփված է, ես քիչ հետո կտեղադրեմ մեր ամանի մեջ այն, այսպես, եւ կսկսեմ տապակել մյուս չափաբաժինը։ Գիտեք ինչ է կոչվում սա, դե տղայես դիմացիր։
Դե դիմացիր, թոլակ կարպիչ, դիմացիր։ Հիմա մենք կարող ենք տալ դադար Իհարկե կարող ենք, ունենք իհարկե շատ կարող ենք։ հետաքրքիր եւ պիտի նրանց հետ զրուցենք, իսկ այդպես ասում դու շարունակես այստեղ համեղությունները պատրաստել, իսկ դուք շատ մի հեռացեք կարճ է լինելու դադարը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք դեպի մշակույթ։ Առջևում թանգարանների գիշերն է։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում մայիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Սևադա Արտ ստուդիոյի ղեկավար Սամվել Սևադայի գեղանկարչական ստեղծագործությունների Կույսի համաստեղություն խորագրով հետահայաց ցուցահանդեսը։ Ցուցադրությունը նվիրված է Սամվել Սևադայի ծննդյան 75-ամյակին եւ Աբովյան քաղաքում նրա 50-ամյա աշխատանքային ու ստեղծագործական ուղուն։ Այստեղ մի փոքր սխալ կար, մենք հեսա կողենք, ես կասեի 50-ամյակին է նվիրված, այնպես որ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզանա Բադալյանն է մեր հյուրը եւ Հայաստանյան արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Սամվել Սևադան, բարի առավոտ, լավ եք։ Ինչու ասեցի 50-ամյակին, որովհետեւ Հանրապես 75-ի տեսք չունեք, վարպետ եւ համոզված ենք, որ ստեղծագործություններում էլ այդ փայլը եւ գույների այդ վառ արկայությունը միշտ կա։ Եթե դուք գաք այդ ցուցահանդեսին ճշտեք այդ, կատը չկա։ Բայց այդ գույների խաղը միշտ մեզ զարմացնում է։ Շատ հաճելի է։ Ինչու կույսի համաստեղություն։ Որովհետև ես կույսի համաստեղություն տակ եմ ծնվել, այն բանաստեղծությունների գիրքն էլ է այդպես կոչվում, կարծեմ մի անգամ ներկայացրել ենք այդ գիրկը ստեղ ձեզ մոտ։ Դրա համար կույսի համաստեղություն ընդհանրապես շատ անմեղ բան ունի, էլի, առանց ենթատեքստերի, էլի։ Եվ հետահայացք սա էլ է։ Հետահայաց, որովհետև այս ցուցահանդեսում ներկայացնում եմ գործեր, որոնք որ ստեղծվել են 50 տարի առաջ։ Սրանից 50 տարի առաջվա նկարներ, դրանք էլ եմ կախելու, որպեսզի այդ ընթացքը երևա, էլի, ուղղակի, քանի որ այդպիսի տարի է, որ 50 ամյակին է նվիրված իմ աշխատանքային եւ ստեղծագործական գործունեությանը, սկիզբից գալիս ենք մինչեւ այսօրվա օրերը։ Մի քանի գործեր եմ ներկայացնում հներից, որովհետև շատ գործեր չեն պահպանվել, տեղափոխվել են ժամանակի Միացյալ Նահանգներ, այնտեղ կորել է կամ ասենք անցել է ուրիշների պատերին է կախվել։ Քանի որ այստեղ առավոտ ունեք եւ մենք առաջին ծրագիր ենք կոչվում ու առավոտյան ենք հեռարձակում, ինձ հետաքրքիր է առավոտը իսկապես այսքան շատ գույներ ունի ձեզ համար ու միշտ Առավոտն է ամենաշատ գունեղ լինում։ Միշտ առավոտ, երբ որ արևը ծագում է, արդեն իր այդ ուլտրամանուշակական ճառագայթների տակ այն սովորական գույները նոր երանգներ են ստանում, այդպես է։ Անկախ նրանից թե այդ լույսը, ախր լույսը ինչի համար են ասում լուսանկարչություն, քանի որ ես նաև լուսանկարչությամբ եմ զբաղվում, լույսի առեղծվածը շատ կարևոր է, թե ինքը ամենակարող է լույսը, ինքը ամեն ինչ կարող է փոխել։ Դրա համար եւ առավոտն էլ գույները փոխվում են, այն սովորական գորշ գույները վերածնվում են, նորովի են բացվում եւ մարդկանց գույնն էլ է փոխվում։ Մի քիչ էլ վերաբերմունքի խնդիր է, նայես թե դու ինչ հայացքով ես նայում այդ ամեն ինչին, եթե դու կարողանում ես դա, այսինքն վերաձևակերպել քո մեջ ու դա վերարտադրել, այսինքն նկարել դա կամ բանաստեղծություն գրել այդ թեմայով, լույսի եւ այլն, այդ ժամանակ արդեն վերաիմաստավորվում է այդ ամեն ինչը։ Ռուզաննա, ինչպես որոշվեց, որ այս գույների հրաշալի տոնը լինի հենց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։ Ինչպես որոշվեց։ Ասեմ, որ Սամվել Սևադան թանգարանի հիմնադիր տնօրենն է, առաջին տնօրենն է եւ ես մի օր որոշեցի, որ պետք է անպայման հանդիպեմ պարոն Սևադայի հետ, որպեսզի հետաքրքիր պատմություններ իմանամ թանգարանի հիմնադրման պատմությունից, թե ովքեր են առհասարակ ներկա եղել, ինչ հետաքրքիր պատմություններ կարող է ներկայացնել ինձ այն ժամանակվա մասին եւ այդպես խոսքից խոսք որոշեցինք, որ պետք է անպայման իր ցուցադրությունը կազմակերպենք մեզ մոտ։ Եվ որոշեցինք ինչու ոչ թանգարանային գիշերը, երբ որ այս տարի թանգարանային գիշերվա խորագիրն է թանգարանների ապագան փոփոխվող համայնքներում։ Եվ ուզեցինք, որ ամբողջ համայնքներից ներգրավենք եւ ցուցադրենք այսպիսի հիանալի գույների աշխարհ։
Ակնկալիքները այցելուներից ինչպիսին են, որովհետև ներկայացնել այս աշխարհը, Սամվել Սևադայի աշխարհը, սա մեկ այլ բան է։ Ակնկալում ենք շատ այցելություններ, որովհետև շատ հետաքրքիր ցուցադրություն է լինելու եւ առհասարակ թանգարանը ուզում ենք ակտիվացնել ամբողջ համայնքում, ներկայացնել ավելի բարձր մակարդակով, ավելի հետաքրքիր։ Դրա համար ակնկալում ենք այցելությունների մեծ հոսք այդ օրերին։ Նաև ասեմ, որ բացի թանգարանների գիշերից հաջորդ օրը մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրն է եւ այդ օրը եւս թանգարանը բաց է լինելու այցելուների առջեւ, այսինքն մուտքը ազատ է լինելու, բոլորը կարող են գալ, նայել, մեծ հնարավորություն է մարդկանց համար։ Հիանալի է։ Այդ գիշերը երևում է, պետք է թանգարանից դուրս չգամ։ Եթե գիշերը մարդիկ այցելեն, դա 12-ը բաց է լինելու թանգարանը։ Գիշերը կարող եք գալ, սեղան կգցեմ այնտեղ։ Հիանալի է։ Սիրով։ Վարպետ, թանգարանում կախված լինելով նկարները մեկ այլ տրամադրություն է ստեղծագործողի համար, արվեստանոցում պարզապես դրված լինելով այդ նկարները մեկ այլ։ Ինչ է փոխում արվեստագետի հոգու մեջ թանգարանը եւ արվեստանոցը։ Հա, դու սկսում ես արդեն ուրիշի աչքերով նայել քո նկարներին եւ արվեստանոցում դու քո հարազատն է, ինքը քո կեսն է, դու արդեն սովոր ես իրան, ինքն դեռ իր համար է շնչում, բայց դու կիսով չափ քեզ հետ ինքը շնչում է, շնչառությունը զգում ես դու այդ նկարից։ Երբ որ կիսատակամ, ասենք թեկուզ շարունակել է վերջացրել ես արդեն, հետո մի հատ ուրիշ նկարով ծածկել ես, մեկ-մեկ sense կամած բացում նայում եմ, նորից փակում եմ արվեստանոցում, էլի։ Իսկ երբ որ կախում ենք արդեն էքսպոզիցիա անելը, դա մի հատ ուրիշ տեսակի հաճույք է, երբ որ նկարներն արդեն շարում ես պատերի տակ, սկսում ես բանոնել, ճիշտ տեղեր ընտրել, որ նկարը որի հետ կնայվի, ոնց կընդունվի բան եւ այլն, որ այդ ժամանակ դու սկսում ես արդեն ոչ թե քո աչքերով, արդեն դու նայում ես քննադատի, այցելուի, ուրիշի աչքերով, այն գեղագետի աչքերով, որ քո նկարները ոնց կընդունեն, արդեն սկսում ես սիրտդ ուրիշ ձևի բաբախել, էլի աշխատել, որովհետև անհանգիստ ես, կապ չունի դու ինքնավստահությունդ կորում ա լրիվ իսպառ, ու սկսում ես վախենալ, թե որ գան տեսնես ոնց կընդունեն նկարները, սա այտենց տարբերությունը դա է, էլի, արվեստանոցի ու բանի, ցուցասրահի։ Սուրենը տարիքի առումով նշեց, որ 50 տարեկան եք, դա տեսքով, բայց ձեր կենսագրությամբ այդ 75 տարիները ինձ համար շատ հագեցած եւ այսպես շատ բուրըն կենսագրություն է եւ երբ թերթում էի այդ կենսագրության էջերը, այնքան բան կա խոսելու, որ հիմա 15 րոպեում դժվար կլինի այդ ամենից խոսելը, բայց ինձ ամենաշատը տպավորեց պատկերի վերաբերյալ ձեր մոտեցումը։ Դուք նշում եք, որ օրինակ կապ չունի վրձնով ես նկարում, թե լուսանկարչությամբ է պատկերը արտահայտվում, կարևորը թե ինչ է նկարվում, այսինքն կարևորը պատկերն է։ Կարևորը արդյունքն է։ Այո, ինձ հետաքրքիր է դուք առօրյայում որպես պատկերներ եք բոլորիս տեսնում, ոնց է ձեր հայացքը կյանքին։ Պատկերը հետաքրքիր բան է ինքը։ Օրինակ ասենք ես քանի որ նաև բանաստեղծություններ եմ գրում, դա էլ ընդհանուր արդյունքում պատկեր է ստանում վերջում։ Ասենք այդ մի քանի տողը որ եւ ես միշտ հակերճ եմ գրում, ես չեմ սիրում երկար բաներ գրել։ Պետք է աշխատես, ասենք ոնց որ մի քանի վրձնահարվածներով մի հատ նկար ես ստանում, մի քանի բառերով կարողանաս մի հատ պատկեր ստեղծես, որը հավասարազոր է ստեղծած այդ նկարին, եւ գունային հարաբերությունները եւ ամեն ինչը այդպես կոմպակտ պետքա լինի բան եւ այլն, համել շատ տպավորիչ, որ խորությամբ կարծացողը կամ դիտողը խորությամբ ընդունի եւ ընկալի։ Դա շատ բան է, բարդ է եւ դրա համար իսկապես տարիների աշխատանք է պետք, հատկապես որ դու բացի քո զգայական մոտեցումներից, որ մի բան ես ստեղծում, նաեւ քո գաղափարական մոտեցումներն ես օգտագործում այդտեղ քո գիտելիքները, քո փորձը, որոնք օգնում են քեզ ավելի մաքուր, ավելի կոմպակտ, ավելի ավելորդաբանություններից զերծ մնաս, հա, ոնց որ բանաստեղծություններ կան, որ կարդում ես, հոգնում ես, էլի, որ այնքան գեղեցկա գրություն է, էլի, բառեր է գրել, որ սիրուն լինի, բան, որոնք ոչ մի բան չեն ասում, մենակ խանգարում են, անճաշակությունը, բան եւ այլն։ Այսինքն դրանցից ձերբազատվելու համար փորձ է պետք, գիտելիքներ է պետք, բան, որոնք որ ես քարոզում եմ շատ իմ ուսանողներին, իմ աշակերտներին, բան, այդ բոլոր բաները եւ հասկանում եմ իհարկե, որ ամեն ինչ չի որ ասելով տեղ է հասնում։ Մեկը իրանք էլ իրանք կյանքի փորձով պետք է գան հասնեն դրան նաեւ։ Իսկ ընդունակները իրանք ընկալում են իհարկե դա տարբերությունը դա է սովորական մարդկանց եւ ասենք վունդերկինները, բաները, որոնք որ ավելի շատ արագ
ձևով հասնում են հաջողությունների, չի ասենք բոլոր բնակավարներում, լինի դա բանաստեղծություն, լինի դա ֆիզիկա կամ ասենք ինչ ուզում է լինի բոլոր բնակավարներում, դրա համար տարբերությունը դա է, որ աշխատանք, շատ կարդալ, միշտ իմ քարոզը դա է, ես հետապնդում եմ դա անընդհատ եւ առիթը բաց չեմ թողնում դա անպայման տեղ հասցնելու համար։ Լուսանկարչության մեջ շատ անգամ լուսանկարիչներն աշխատում են պատկերները լուսանկարել սև ու սպիտակ, որովհետև ավելորդ գույները լուսանկարում խանգարում են, հա, դիտողին։ Կերպարվեստում հակառակն է, գույները պիտի լինեն տեղին, շատ ու հետաքրքիր, որպեսզի կարողանաս արտացոլես հենց այդ պատկերը, որը հեղինակը, նկարիչը ուզում էր տալ։ Դուք եւ լուսանկարիչ եք եւ գեղանկարիչ։ Ինչպես է կարողանում ես երկուսը իրար հետ համադրել, որովհետեւ մեկ դաշտում փորձում եք հավաքել ավելորդ գույները, իսկ մյուսում ավելացնել այդ գույները։ Հիմա ասեմ, նախ լուսանկարչության մեջ եւ դուք ջահել եք իհարկե բոլորդ տարիքով նկատի ունեմ եւ չեք հիշում այն ժամանակները, երբ որ գունավոր լուսանկար չկար ընդհանրապես։ Սև ու սպիտակ էր լուսանկարչությունը եւ մարդիկ երազում էին գունավոր լույս։ Եվ երբ որ Երևանում 66 թվականին բացվեց ամերիկյան լուսանկարչության ցուցահանդեսը դիզայնի, ու մենք առաջին անգամ գնացինք, տեսանք գունավոր լուսանկարներ, այդպես սրտատրոփ ամբողջ ժողովուրդը դրանից բաներ եղել։ Հետո հոգնեց մարդը հոգնեց գունավոր լուսանկարից, սկսեցին հիմա մոդա է, ասում են, ես գունավոր լուսանկար չեմ սիրում, ես սև ու սպիտակ եմ սիրում, դա էլ ձև է, էլի, որտեղ իսկապես արդեն գույնը ազդում է մարդու վրա, սիրտդ խառնում է շատ գույներից, էլի, հասկանալի է, այդ գունավոր ֆոտոներից բանից մարդիկ արդեն գերադասում են ավելի լոկալ, ավելի զուսպ, բաների մեջ արդեն զգայական շերտերը բացեն, քան թե գունային, էլի, այդպես նույնն էլ գեղանկարչության մեջ ուզում եմ ասել, որ ես ժամանակին լավ էլ գորշ գույներով եմ նկարել։ Եթե գաք այդ իմ հետահայաց այդ ցուցահանդեսի 5 գործերը տեսնեք, որ շատ ավելի գորշ սերիներով, բաներով արած գործեր կան, ավելի զուսպ գունային։ Բայց դա պորտկումներ է ստացվում մոտ այդ։ Ինչպես կյանքում ամեն բնակավարում էլի։ Հիմա այս վերջի տարիները չգիտեմ իմ մոտ ինչի է այդպես երկրորդ բան բացվել էլի շնչառությունը, դες գույները շատ եմ սիրում, ավելի գունային բաներ եմ անում, որ նորմալ է, չեմ էլ մտածում դες բաների մասին, ոնց գալիս է այդպես էլ արտահայտվում։ Եվ քանի որոշակի ժամանակաշրջան եղել եք նաև Երևանի գլխավոր նկարիչը, ինձ հետաքրքիր է մեր քաղաքը դուք ինչ գույնով եք տեսնում, ինքը էլի շատ գույներ ունի։ Մեր քաղաքը ես տեսնում եմ վարդագույն Երևան, որը ցավոք սրտի փչացնում են, փչացրել են եւ փչացնում են։ Ամբողջ աշխարհում չկար այդպիսի քաղաք, որը վարդագույն տուֆով էր սարքած։ Իսկ այդպեսին էր Երևանը։ Ցավոք սրտի այն ժամանակ ես շատ պայքարեցի, երբ որ ես գլխավոր նկարիչն էի, 2 տարի աշխատում էինք, մենք քաղաքի լուսավորության հիմքերը դրեցինք, այդ շենքերի առանձին, փողոցների, այդ գովազդների կանոնակարգում մտցրեցինք, գազանանոց ձևավորեցինք, հազար ու մի տեսակի բաներ, բայց գիտեք ինչ կա, բիզնեսը միշտ հաղթում է։ Իրանք որոշեցին, որ պետք է դրսից բերած գույներ մտցնեն այս քաղաքի մեջ, Երևանը փոխվեց։ Ցավոք սրտի։ Պետք է Երևանը ամբողջ աշխարհի քաղաքներից տարբերվել հենց մենակ դրանով, վարդագույն շնչող, այդ գեղեցիկ տուֆը, որը իսկապես զարմանալի բան է, քարե, հայկական տուֆը, ցավոք սրտի բան եղավ, փոխվեց եւ դրանով է իմ բանը, վերաբերմունքը Երևանին։ Եվ քանի որ ժամանակը սահմանափակ է, Ռուզանա, կխնդրեմ հիշեցնենք վարպետի նկարչուցահանդեսը ինչքան ժամանակ կարող է այցելում վայելել, որ ժամից սկսած, որտեղ։ Դե բացումը բոլորի սիրով հրավիրում ենք մայիսի 17-ին, մինչև կեսգիշեր կարող են նայել, դրանից հետո մինչև հունիսի 1-ը այցելուները հնարավորություն ունեն գալ թանգարան, վայելել այդ գույները, բացի ցուցադրությունից նաև մեր մշտական ցուցադրությունն է բաց լինելու եւ թանգարանների գիշերը եւ միջազգային օրը։ Բայց մայիսի 18-ից սկսած ոչ մինչև կեսգիշեր, ճիշտ է։ Չէ, մայիսի 18-ին արդեն աշխատանքային ժամերին թանգարանը այցելուների համար բաց է 10:30-ից մինչև 5-ը։ Շատ լավ, շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը եւ շնորհակալ ենք, որ այս հրաշալի տրամադրությունը առավոտյան տվեցիք, գույների աշխարհը նվիրեցիք եւ վարպետ գիտեմ, որ արվեստանոցում աշխատելը միշտ հաճույք է արվեստագետի համար, առավել եւս երբ կա այդ տրամադրությունը եւ դրթող ուժը։ Ես գիտեմ, որ ձեր երևակայությունը անսահմանափակ է, գույների աշխարհը նույնպես։ Ուզում եմ մի գույն ավելացնել այդտեղ, Իջևանի սափոր սպիտակ գինին եւ համոզված եմ այս գույնը մի փոքր տեղ կգտնի նաեւ ձեր մտքերում եւ կարտահայտվի նաեւ նկարներում։
Հիանալի բան, շատ սիրուն, շատ շնորհակալություն։ Ես թույլ տվեք, ես շնորհակալություն հայտնեմ եւ Թանգարանի տնօրինությանը կազմակերպելու համար այս ցուցահանդեսը եւ ձեզ եմ շատ շնորհակալ, որ ասենց ժպտերես գեղեցիկ դիմավորեցիք մեզ եւ սպասում ենք բոլոր այցելուներին ամսի 17-ին ժամը 4-ին Աբովյան քաղաքի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան։ Եվ քանի որ դուք ձեր արվեստով, ձեր գործունեությունով էմոցիա եք նվիրում մեզ, մենք էլ ուզում ենք ձեզ նվիրել արևբացիկները, որոնք նույնպես էմոցիա են, այս անգամ խոսքերի տեսքով, իսկ գույների աշխարհը ձերն է արդեն։ Ձեզ ուզում եմ նվիրել մի Հայկոյի երգից մի ֆրազ, որը կոչվում է ամենաառաջինը, ով ինձ զգում ես։ Սա իհարկե արվեստագետի համար ամենակարևորն է զգալ ու տեսնել աշխարհը այնպեսին, ինչպեսին հենց ինքն է զգում եւ այդպես փոխանցել։ Սա ձեզ նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց եւ Ռուզաննա, ձեզ էլ եմ նվիրում սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է։ Նվիրեք էլի ձեզ համար շատ կարևոր մարդու։ Շնորհակալ ենք ձեզ։ Շատ շնորհակալ ենք։ Ինչ, բաց չթողնեք այս հրաշալի առիթը եւ մայիսի 17-ին կայցելեք ու էսթետիկայի մեծ հաճույք կպատճառեք ձեր աչքերին։ Իսկ մեզ մոտ հիմա կարճատև դադար է, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Ես շարունակում եմ իմ գործը, այս գեղեցիկ զրույցը լսելու ներքո ես նաև ահագին գործ եմ արել։ Հիմա միասին մեկ անգամ եւս հասկանանք թե ինչ ենք անում, այսօր շատ համեղ տակուտեստ ենք պատրաստում, որի համար մեզ անհրաժեշտ է շատ լավ տապակված կարտոֆիլ, այստեղ սունկն եմ ես կտրատում եւ իհարկե պանիր է պետք, թթվասեր, ալյուր, կարագ, մի խոսքով շարունակությունը քիչ ավելի ուշ մանրամասնորեն հիշում եք սունկը ալյուրով, սոդայով թաթախեցինք, ես արդեն հասցրել եմ լավ լվանալ եւ իհարկե ջրքամել ու հիմա կտրատում եմ մեր հրաշալի սունկը, իսկ այստեղ կարտոֆիլը շարունակում է տապակվել, հիշում եք այն կտրատեցինք շատ բարակ եւ ահա ստացանք այսպիսի տեսք։ Յուրաքանչյուր չափաբաժինը տապակվելուց հետո սիրելիներս ես պարզապես հենց այս ամանի մեջ եմ համեմում եմ ընդամենը աղով եւ սև պղպեղով։ Ահա այսքանը շատ կարծում եմ թեթև, շատ արագ, շատ հեշտ պատրաստվող տարբերակ է եւ շատ հասանելի մթերքներով։ Ինձ թվում է օրվա ընթացքում, եթե դեռ չեք կողմնորոշվել ինչ պետք է պատրաստեք, ապա կարծում եմ սա շատ լավ տարբերակ է, որպեսզի պատրաստեք, մինչ երեխաները դպրոցից կվերադառնան, կարծում եմ կհասցնեք այս բոլոր գործողությունները կատարել եւ երեխաները կվայելեն հաստատ։ Երեխաները վերադարձան դպրոցից։ Երեխա ջան, այո, կարող ես վայելել կարտոֆիլը, ես հիմա իհարկե կտրատում եմ։ Ես հիշեցնում եմ բիֆ ստրոգանով, հիշում ես։ Այո, եւ շատ լավ կլինի, որ մեկ անգամ փորձենք այստեղ էլ քո ասած ուտեստը պատրաստել, որպեսզի վերհիշենք, որովհետեւ վաղուց մոռացել ենք այդ համեղ ուտեստները, որը օրինակ իմ մանկության տարիներին մայրս շատ էր պատրաստում։ Մի տեսակ, չգիտեմ, սովետական խորհրդային տարիների շատ ընդունված ուտեստ էր։ Շատ լավ, Ալինա, դու հիմա բուրըն աշխատանքային պրոցեսի մեջ ես, իսկ մեր ռեժիսորը հուշում է, որ պիտի դադար լինի այս պահին։ Դու մինչև շարունակես, մենք դադարից կվերադառնանք ու կտեսնենք ինչ եղավ։ Շարունակելով իհարկե լավ տրամադրությունը առավոտյան, դրսում հորդառատ անձրև է այս պահի դրությամբ, բայց մենք ձեզ հորդորում ենք ոչ թե տանից դուրս գալ, այլ պարզապես դիտել մեր ծրագիրը։ Իսկ եթե դուրս գալ, ապա միայն գնալ մարզասրահ, որտեղ պատրաստ են ձեզ տալ այդ լավ հրաշալի տրամադրությունը։ Եվ երանի նրանց, ովքեր արդեն մարզասրահում են եւ մարզվում են ու եղանակին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, այնպես որ կարող եք այցելել Hill սպորտային համալիր, այնտեղ 73-ից ավելի խմբային մարզումները սպասում են ձեզ, որպեսզի ընտրեք ձեր նախընտրելին եւ արդյունավետը, հարմարավետը ու հաճելին համատեղեք մեկ տեղում։ Հենց հիմա մեր եթերում կլինի առավոտը Hills-ում էջը։ Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում նորից Hill սպորտային համալիրում են եւ այսօրվա մեր մարզումների շարքը նորից ուղղված է գեղեցիկ սերին։ Հետևեք բոլոր այն հրահանգներին, որը կտա ձեզ մարզիչը, հրաչը եւ միանշանակ կարող եք ունենալ այն գեղեցիկ տեսքը, որը հատուկ է ձեզ, սիրելիներս։ Այսօրվա մարզման ընթացքում կմարզենք ոտքերի մկանները եւ նստամկանը։ Առաջի վարժությունը սկսում ենք քքանստից։ Հնարավորինս փորձում ենք ծունկը ոտքի ծայրից առաջ չտանենք։
Երկրորդ վարժությունը ոտքի մկանների հետ կապված մարզելու ենք ազդրի քառագլուխ մկանը։ Երրորդ վարժությունը անում ենք նստամկանի հետ կապված վարժություն։ Ոտքերի մարզումը կեզրափակենք ազդրի երկգլուխ մկանի մարզմամբ։ Շնորհակալություն, միշտ եղեք գեղեցիկ ու ժպտացեք։ Արևը շողում է ձեզ համար, իսկ Hill սպորտային համալիրում պատրաստ են այդ արևը ավելի մոտեցնել ձեզ եւ ձեզ տալ իհարկե մարզական տեսք եւ գեղեցիկ արտաքին։ Երանի նրանց, ովքեր Hills-ում են սիրել։ Մարզասրահում միշտ արևն է շողում, որովհետև այնտեղ կա այդ լավ տրամադրությունը, մարզվելուց հետո ավելի ես թարմ քեզ զգում եւ բնականաբար նաեւ հետեւում առողջությանդ։ Շատ շուտով արդեն կբացվի բացօթյա լողավազանը Hill սպորտային համալիրի, որը տարածաշրջանում ամենամեծն է եւ համոզված եմ, որ այնտեղ շատ ու շատ այցելուներ կգտնեն ոչ միայն ամառային այդ հանգիստի տարբերակը հենց քաղաքում, նաեւ իհարկե մարզվելու լավագույն միջոցը։ Իսկ մեր շատ սիրելի Ադրին են եփում ու թափում է խոհանոցում։ Հիմա տեղափոխվենք այնտեղ, տեսնենք թե ինչ արագ, այսպես շատ խառնաշփոթային փուլում է։ Սիրելի Ադրինը, շնորհակալ եմ Սոնա ջան, դու իրաված ես, այո, ես այսպես կացատանը ամեն բան եփվում է։ Ես եփում եմ սունկը, իհարկե կարտոֆիլը արդեն տապակվել է եւ իհարկե պանիրը, որը շատ կարևոր դետալ է լինելու, բաղադրիչ է լինելու այս բաղադրատոմսի մեջ, արդեն քերիչով անցկացրել եմ եւ հիմա անում ենք կարևոր գործողությունը։ Սունկը տապակվում է, սիրելիներս, այս ընթացքում մենք պետք է ավելացնենք ալյուրը, թթվասերը, կարագը եւ թողնենք մի փոքր եփվի եւ ֆելուց հետո ավելացնենք պանիրը։ Ահա, ես արդեն կարող եմ նաեւ ալյուրը ավելացնել։ Մեկ ճաշի գտալ ալյուրը, կարծում եմ, բավարար կլինի։ Դուք ցանկության դեպքում կարող եք շատ այսպես մանրակրկտորեն առանձին պատրաստել բեշամել սոուս, որը պատրաստվում է կամ թթվասերով, կամ կաթով, կամ սերուցքով, այսինքն ձեր նախընտրությամբ դուք ընտրեք, թե որ կատնամթերքն է ավելի ձեզ մոտ եւ հարազատ եւ ավելի համեղ կստացվի ձեր քիմքին հարիր։ Մենք այսօր պարզապես շատ արագ տարբերակն ենք ընտրել, ուրեմն ցողեցի ալյուրով սունկը եւ այստեղ կավելացնեմ միանգամից թթվասերը եւ կարագը։ Իհարկե չենք մոռանում համեմունքների մասին, ես անպայման սև պղպեղ, աղ եւ իհարկե խմելի սունել եմ այստեղ ավելացնելու, այ հենց հիմա, հենց այս պահին մենք այդ գործողությունը կանենք, մեզ աղ է պետք, սև պղպեղ, ինչու ոչ կարելի է ամբողջությամբ ինչ ունենք լցնենք եւ իհարկե խմելի սունել ինչպես նշեցի, որովհետեւ սնկի հետ շատ համահունչ է այս համեմունքը, շատ։ Այսպես, խառնեցինք եւս մեկ անգամ։ Այստեղ կավելացնեմ ես թթվասերը հենց այս պահին։ Մի փոքր կրակը պետք է իջեցնել ուղղակի, այսպես։ Իհարկե կատնամթերքը եւ թթվասերը եւ պանիրը ես հիմա օգտագործում եմ։ Էլոլա ապրանքանիշի այս համեղ կատնամթերքը մեր գործընկերը բոլոր համեղությունները տրամադրել է մեզ եւ մենք հանգիստ կարող ենք այն օգտագործել։
Իհարկե Էլոլան ունի շատ լայն տեսականի, այն բազմապիսի պանիրների հրաշք զամբյուղ ունենք մենք այստեղ, ինչ ուզում եք կարող եք ընտրել այս զամբյուղից, թե չանախ տարբերակը, թե լորի տարբերակը, թե այստեղ մոթալ ունենք, չգիտեմ, սուլուգունի ունենք, մացառելա, շատ բազմապիսի տարբերակներ են եւ իհարկե յուղը, հալած յուղը եւ անպայման պսկաթանի մասին չմոռանանք։ Շատ քչերը գիտեն այդ համեղ կատնամթերքի մասին, բայց այն շատ համեղ է։ Փորձեք ձեռք բերել եւ պատրաստել։ Այո, մենք այսօր նաեւ բացեցինք տուփը բաստուրմայով պանիրի, որը շատ համեղ էր, այնպես որ հարցրեք խանութներում Էլոլայի ներկայացած եւ համեղությունները պատրաստելու համար նաեւ մենք իհարկե զերծ չենք վնում այն բարիկներից, որը մեզ ներկայացնում է մեր Իջևանի գինու գործարանը։ Շքեղ տեսականիով պահածոների եւ ընդհանրապես ներկայացնելով կոմպոտներ, գինիներ եւ այս ամենը հասանելիությունը բոլորին եւ բոլոր խանութներում կա, այնպես որ վայելեք օրվա ընթացքում եւ հագեցեք ձեր քաղցը։ Ադրինե, ինչ արեցինք։ Հիմա ավելացրեցինք թթվասերը այս համեղ սնկի վրա եւ իհարկե կարակ պիտի մի կտոր այստեղ ավելացնենք, անպայման առանց կարակի այս հրաշքը չի կարող ուրեմն եփվել։ Իհարկե հեռուստադիտողներին ասենք, որ կարակ եւ յուղ օրինակ մեր տարբերակում նաեւ հալած յուղ մենք կարող ենք շատ հանգիստ օգտագործել։ Այնպես որ ընտրությունը ձերն է, սիրելիներս, մի կտոր, ոչ շատ։ Ինգուցե շատերը նայեն ասեն, ինչ ոչ շատ, եթե դու շատ օգտագործեցիր, բայց հավատացեք շատ չէր։ Դուք այստեղ տեսնեք ամբողջ հեռուստաընկերության համար է պատրաստում Ադրին այս ճաշակը։ Այն շատ համեղ է, որովհետև ես կարծում եմ յուրաքանչյուրս էլ որ ճաշակենք կհամոզվենք դրանում եւ ախորժաբեր է, արդեն 1 գթալ, 2 գթալ, այսպես ախորժակով կճաշակենք։ Հիմա հենց կարակը հալվեց, ժողովուրդ ջան, այստեղ արդեն ավելացնում ենք պանիրը։ Եվ մատուցման ձևը արդեն ամենավերջում մենք հիշեցնենք, որ այստեղ տապակել ենք շատ բարակ շերտերով կարտոֆիլ, այն համեմել եմ աղով եւ սև պղպեղով, վերջում արդեն դասավորությունը դուք ինքներդ կտեսնեք եւ հուսով եմ շատ այսպես ձեր ախորժակն էլ կբացվի եւ դուք էլ կփորձեք այսօր պատրաստել այս ուտեստը։ Չնայած անձրև է, գուցե շատերը չուզեն, չցանկանան տանից դուրս գալ, բայց աշխատանքային է օրը եւ ստիպված ես տանից դուրս գալ։ Այնպես որ այսպես թե այնպես, այո, տանից դուրս է գալու եւ մտեք խանութ, ձեռք բերեք այս մթերքները ու պատրաստեք։ Ահա, այսպես շատ լավ վիճակում է գտնվում արդեն մեր կարելի է ասել սոուս, սնկային սոուս, որի վրա հիմա կավելացնենք պանիրը։ Պանիրն էլ թող առատ լինի, թող ճոխ լինի։ Այսպես ու հագեցնող, հասկանում ես որքան հագեցնող է, որովհետև շատ հարուստ է ամեն բաղադրիչ իր համով եւ տեսակով, այնպես որ խորհուրդ եմ տալիս պատրաստեք։ Այսպես հրաշք։ Թողնենք, որպեսզի պանիրը հալչի։ Իհարկե անպայման պանիրը կհալչի, կստանա իր տեսքը, այստեղ արդեն իսկ հալչեց եւ ծորում է, ինչը մեզ պետք էր, հենց այսպես էլ պետք է լիներ։ Ուրեմն նշեմ մեկ անգամ եւս ցանկության դեպքում սիրելիներս, պարզապես պատրաստեք ալյուրով, սերուցքով, կարակով բեշամել սոուս կամ փոխարինեք թթվասերով կամ կաթով, ինչպես դուք եք ցանկանում։ Ապա ուրեմն սունկը տապակվելուց հետո ավելացրեք այդ սոուսը սնկի վրա, ինչպես ցանկանում եք։ Ես առաջարկեցի ամենահեշտ տարբերակը, բոլորը միախառնել եւ ստանալ այս համեղ բաղադրությունը։ Ես կարծում եմ արդեն ավարտեցինք այս process-ը եւ մնաց մատուցման տարբերակը, որն էլ արդեն հաղորդման ավարտին կներկայացնենք, եթե ոչ բան չունես ավելացնել Ադրինե։ Ոչ, ես կարծում եմ ամեն բան շատ պարզ էր, եթե հեռուստադիտողը հարց ունենա ինձ հետ պարզելու, այսինքն բաղադրատոմսի հետ կապված, ես մեծ սիրով պատրաստեմ այն շփմանը, այնպես որ գրեք։ Այո, այս բանը կարճ դադար է լինելու, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրին բավականին, հետաքրքիր զրույց ունենալու, հետևեք մեր ծրագրին։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ հայ նշանավոր քանդակագործ եւ գեղանկարիչ, եռաչափ եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի
125-ամյակի շրջանակում մայիսի 7-ին Փարիզում Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ դասախոսություն։ Այն վարել է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։ Ծրագիրն իրականացվել է Հոբելյանական տարվա ծրագրերի շրջանակում։ Եվ հենց մեր տաղավարում է Կարինե Քոչարը, բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, հա։ Պիտի խնդրեմ մի փոքր ավելի մանրամասնենք։ Դե ինձ համար շատ մեծ պատիվ էր եւ անսպասելի, երբ այդ առաջարկը ստացվեց Սորբոնի համալսարանի մի շատ երիտասարդ ուսանողից, ով ցանկություն հայտնեց կազմակերպել այդ միջոցառումը եւ հանձնարարավ ամբողջ կազմակերպչական հարցերը վերցնել իր վրա։ Մենք ընդամենը ստեղծեցինք աֆիշը, որը հայտարարության մեջ բաներ փոխեցինք եւ ինքը իր պրոֆեսորի հետ միասին կարողացան վերցնել դահլիճը, որտեղ տեղի ունեցավ եւ հրավիրել, այդպես հայտարարել տարբեր էջերում ֆրանսիական եւ հայ համայնքի համար եւ ֆրանսիացի ուսանողների համար ուրեմն տարածեցին եւ կարողացանք ուրեմն հաստատումներ ստանալ, ինչի առիթով ես գործուղվեցի նախարարության կողմից Փարիզ։ Այդ ձեռնարկը ճիշտ ասած միջև վերջ անհասկանալի էր կլինի թե չէ, որովհետեւ գրանցումներից էր կախված, բայց մենք այդ անհրաժեշտ քանակ գրանցումները հավաքեցինք եւ իրականացրեցինք։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք եւ երիտասարդների շրջանում տարածել բավական նյութեր Քոչարի արվեստի եւ գործունեության մասին եւ բավական տարեց մարդիկ նույնպես կային եւ հայեր կային եւ ֆրանսիացիներ կային եւ ֆրանսիացի հայեր կային, ամեն ինչից կար եւ ինձ ուրախացրեց, որ մի շարք այդպես մի քանիսը մոտեցան եւ ցանկություն հայտնեցին հետագայում հնարավորինս օգնելու թանգարանին, իրենց կարեցածի չափով նրանց մեջ կային եւ թանգարանագետներ եւ լեզվի մասնագետներ եւ մենք փորձելու ենք այդ երիտասարդ ուժերը համախմբել եւ իմ խոսքում էլ դրանով ավարտեցի, որ մենք անընդհատ պատրաստվում ենք Քոչարին նվիրված միջազգային մակարդակի եւ կոնֆերանսներ եւ հանդիպումներ արդեն կազմակերպել եւ ես մեծ հույս ունեմ, որ նրանցից ոմանք միգուցե այդ միջոցառումներին ելույթներ ունենան եւ մեզ օգնեն հավաքագրել այն բացակայող եւ դեռևս անհայտ փաստերը, որ մնացել են Փարիզում Քոչարի գործունեության ուրեմն արդյունքում եւ նրա վերադարձից հետո այդ կապի խզումի արդյունքում։ Դուք առասարակ շատ եք աշխատում եւ ես գիտեմ թանգարանն էլ շատ մեծ գործ է անում։ Ինձ հետաքրքիր է այս հատկապես 125-ամյակի շրջանակում էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան եւ ինչ արդյունքներ ունեցան։ Գիտեք, անցած տարի անասելի ուրեմն բուրներ եւ լիքներ նման իրադարձություններով եւ չեմ կարող նշել որից մեկը, որ ինձ համար ուներ ավելի ցածր նշանակություն, քան մյուսները, բայց ուրեմն դրանց շարքում իհարկե չեմ կարող չառանձնացնել հենց Փարիզում տեղի ունեցած մոտ 2-3 միջոցառում, որոնցից մեկը հենց Պոմպիդու կենտրոնում էր Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, երբ վերջապես Քոչարի ստեղծագործությունները հանվեցին ի տես ամբողջ հասարակության եւ համայնքի եւ տեղ գտան իրենց մշտական ցուցադրությունում։ Դա անասելի մեծ պատիվ էր եւ կա այդ ուրեմն ցուցանակը, որ ի հարգանք Քոչարի հիշատակի, այդպիսի ցուցանակով են դրանք տեղակայված եւ ինչպես 100 տարի առաջ այսօր Քոչարի ստեղծագործությունները ցուցադրվում են Պիկասոյի ստեղծագործություններին միմյանց փոխ իրար դիմաց կախված են։ Մյուս իրադարձությունը էլի Փարիզում Պոմպիդու կենտրոնում նշվեց էլի հարգանքի երեկո, այդպես իրականացավ Երվանդ Քոչարի 125-ամյակի հիշատակի եւ Սերգեյ Փարաջանովի։ Մենք մեր նախկին դեսպանի շնորհիվ կարողացանք իրականացնել այս ծրագիրը, դա իր նախաձեռնությունն էր եւ իր ջանքերի շնորհիվ էր եւ Պոմպիդուի նախագահը իր խոսքում դա նույնպես շեշտեց, որ այդ միջոցառումը կայացավ բացառապես Տիկին Հասմիկ Տոմաջյանի ջանքերով։ Սա նույնպես անասելի եւ անսպասելի իրադարձություն էր եւ հաջորդը, որ արդեն թանգարանի մոտ մի քանի տարվա փոխ համաձայնեցված եւ այսպես գործակցության առիթով էր, դա արդյունքում էր փետրվարին, վերջերս փետրվարի 15-ին Փարիզում բացվեց ցուցահանդես, որ կոչվում էր տարածական Երվանդ Քոչար տարածական նկարչությունից մինչև դիմասիոնիզմ։ Սա իրականացրել էր Փարիզի նշանավոր գալերիների թաղամասում Մինոտավր ցուցասրահի տնօրեն Բենուա Սապիրոն, ով հավաքել էր Քոչարի ստեղծագործությունները եւ մասնավորների ձև իր սեփականներն էին ներկայացված եւ մենք առաջի անգամ տեսանք այնպիսի ստեղծագործություններ, որոնք միայն մեզ ծանոթ էին սև ու սպիտակ լուսանկարներով, իսկ մի մասը ընդհանրապես չենք էլ տեսել։ Եվ դրանք այսօր ներկայացվեցին եւ բաց են
ուսումնասիրությունների համար, հատակա ցուցադրությունների համար եւ տպագրությունների համար։ Սա եւս անասելի, անսպասելի մեծ ձեռքբերում էր, իսկ Թանգարանի կողմից էլ արդեն ուրեմն փոխանցվեցին շատ նշանավոր մի պրոֆեսորի նամակները Ռոզենբերգի Քոչարին գրած Ռոզենբերգը Քոչարի մեծենատն էր եւ շատ նշանավոր կոլեկցիոներ, ում հետ Քոչարը համագործակցել այդպես 29-30-ից մինչեւ 35 թվականը եւ այդ նամակները ծանոթագրեց նույնչափ նշանավոր մի պրոֆեսոր Քրիստիան Դերոեն, ով ժամանակին եղել է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի գլխավոր ֆոնդապահը։ Մենք այս մարդու մասին գիտեինք մոտ 20 տարի առաջ, գիտեինք իր գրած գրքերը, այլ նշանավոր նկարիչների եւ Ռոզենբերգի նամակագրության մասին եւ միշտ երազում էինք, թե այդ ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ մենք հանդիպենք։ Ինքը բավական տարիքով էր, բայց պատկերացրեք, որ ինքը հանձն առավ ու երբ որ տեսավ մեր ներկայացրած նամակները, ասեց ես անասելի շտապում եմ, թե դուք երբ պետք է վերադառնաք Երևան եւ ինձ փոխանցեք մյուսները։ Որ ես սկսեմ աշխատել, ասեց, բայց ես այսօր եկել էի, ճիշտն ասած, որպեսզի կարողանամ ուժ գտնեմ իմ մեջ մերժելու, որովհետև ես արդեն ծեր եմ եւ նոր գործերի այդպես կարիք չունեմ։ Ասեց, բայց երբ տեսա այս նամակները, ես րոպեներն եմ հաշվում, թե դուք երբեք ինձ մյուսները փոխանցելու։ Այսպես շատ հետաքրքիր, ուրեմն իրար հաջորդելով իրադարձությունները տեղի ունեցան, իսկ պետք է ասեմ, որ Սապիրոյի հետ, այդ Մենուա Սապիրոյի հետ մենք ծանոթացանք 24 թվականին, բայց իր քույրն էր այցելել Թանգարան եւ նույնչափ տպավորվել էր եւ մենք այդպես բարեկամացել ենք եւ նույնիսկ ապագա ցուցահանդեսի այդպես խորագիր էինք ընտրել, որ կոչվում էր Ազար օբյեկտիվ, այսինքն ֆրանսերենից դա օբյեկտիվ պատահականություն։ Այս ամբողջը ոնց որ այդ օբյեկտիվ պատահականությունների շատ կանդիդացավ ու շատ հետաքրքիր էր այդ 22 թվից մինչեւ այսօր այդ ընթացքը։ Ինչն ինձ համար շատ հետաքրքիր, այն որ դուք նշեցիք նախաձեռնությունը Սորբոնում դասախոսություն ներկայացնելը, դա մի ուսանողի կողմից էր առաջարկ։ Ինձ բավական հետաքրքիր է, ինչքանով են այսօր այնտեղ Սորբոնում խորացված ներկայացում Քոչարի ստեղծագործական ուղին եւ ուսմունքը, որ ուսանողը ֆրանսիացի որոշել էր նման քայլի գնալ եւ ձեզ հրավիրել։ Գիտեք ինչ, ես նկատել եմ, որ աշխարհում այսօր ուսանողությունը, իրականով հետաքրքրված ուսանողությունը հետաքրքրվում է իսկապես շատ խորությամբ, ինչ բոլոր այն ասպեկտներով, ինչ իրենց հետաքրքրում է։ Ես ասենք շատ զարմացա նաեւ, որ անցած տարի օրինակ մենք իրականացրեցինք այդ Պուշկինի փողոցի վրայի պատի նկարազարդումը մորալ ուղղության այդ ոճով եւ այդ իտալացի նկարիչը ով եկել էր Հայաստան, սա ձեր հարցի շարունակությունն է, ինքը ասեց, որ ինքը ծանոթ է Քոչարի արվեստին, քանի որ իր ուսանողության տարիներին ուսանառության լսել է այդ անունը եւ ծանոթ է այս արվեստագետին։ Սա իհարկե մեծ ուրախություն էր, եւ այս մյուս ուսանողի հետաքրությունը արդեն դրա կարծես շարունակությունը դառնար եւ գիտեք իրենք մի քիչ ավելի ես միշտ այդ խոսքերը համարել եմ մեծերի պես խոսքեր, ասում են երիտասարդները ավելի համարձակ են, ավելի այդ ռիսկով են եւ բան, բայց հիմա տեսա, որ դա իրականությունն է եւ այս տղան, որ իրականացրեց այս ձեռնարկը, այսքան ծանոթներ ունենք, այսքան հայտնի մարդիկ ունենք, ոչ մեկը մեզ նման առաջարկ մինչեւ այսօր չէր ներկայացրել։ Ինքը հանձն առավ, կազմակերպեց, իրականացրեց, բավական մասեր էլ ինքը հենց կարդաց եւ իր մեկնաբանությամբ ներկայացրեց, այնպես չէր, որ ես տվել էի, ինքը կարդում էր այդ նյութերը, ինքը շատ հետաքրքիր վերլուծություններ էր իրականացրել, որը շատ համահունչ էր հենց Թանգարանի Քոչարի արվեստի ներկայացման մոտեցումներին, այսինքն ոչ մի այդտեղ շատ առանձնահատուկ եւ շեղված բաներ չկային, շատ հետաքրքիր։ Այդ Իրանուն է Վրույր Հլղացյան, ինքն էլ է հանդիսանում հետաքրքիր ապագա քաղաքագետ է սպասում, իր ուղղվածությունն էլ այնպես ինչ էր, որ արվեստի էր, ինքը դիվանագետ պետք է դառնա, բայց միևնույն ժամանակ ուսանում է գերմաներեն գրականություն եւ լեզու։ Եվ այդ դասախոսությունն էլ այդպես Սորբոն համալսարանը ինքը շատ մեծ հասկացություն ենք ունի տարբեր ֆիլիալներ, մենք իրականացրեցինք արվեստին նվիրված ուրեմն մասնաշենքում, որը կոչվում է Սորբոն Նուվել։ Այդ հատվածում ենք իրականացրել։ Իսկ ինչպիսին էր արդեն աուդիտորիայի ժամանակակից լեզվով ասած ֆիդբեքը։ Ֆիդբեքը ուրեմն մենք ծանոթացանք մի շարք երիտասարդ աղջիկների եւ մի տղայի հետ նոր,
որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեր մյուս միջոցառումներին, իրենց լուման ունենալու, ներդնելու եւ օգնելու մեզ ինչով որ ի վիճակի են։ Նրանցից մեկը նույնիսկ թանգարանագետ էր։ Եվ սա շատ հետաքրքիր էր։ Տեսնենք որ կտանի։ Համենայն դեպս մեր ամեն Փարիզ այցելությունը մեզ մի նոր արահետ, մի նոր ճանապարհաբացում դեպի նոր հետաքրքիր համագործակցությունների։ Ու մենք ունենք բավականին հետաքրքիր պրոյեկտներ հիմա։ Մտածում ենք դրանց շուրջ։ Եվ վերադառնալով Երևան, քանի որ Պուշկին փողոցի շենքի վրայի ստեղծագործության մասին խոսք գնաց, նշեցիք, որ իտալացի նկարիչ է եկել, կարծեմ դա էլ չէ, Իտալիայի դեսպանատության, այո, ֆինանսավորումն էր եւ Երևանի քաղաքապետարանի իրենք, մեծ մասը մի քիչ տրվեց Իտալիայի դեսպանատությունը, մնացած հատվածը եւ մի գործարարի ում սեփականությունն էր այդ գործի բնօրինակը։ Կուզեմ մի քիչ ընթացքից պատմեք աշխատանքի, որովհետեւ ես միշտ ինչքան անցել եմ հատվածով ու տեսել եմ պատկերը, շատ գրավել է ու շատ սիրել եմ։ Ինձ հետաքրքիր է ինչպես ընտրվեց հենց այդ ստեղծագործությունը, այդ քննարկումները ոնց են ընթացել։ Դեք, այսպես է եղել ընտրությունը, ես շատ կսարսափեի դա ինքս իրականացնել այս պահին ու շատ մեծ եղել իմ կախվածությունը իմ հայրիկից, Այգազ Քոչարից եւ ճիշտ ասած գործը ընտրել ենք միասին։ Ցավոք ինքը այսօր կենթանի չի, բայց գործը ընտրել ենք միասին եւ այս գործի ստարտը տրվել է իր համաձայնությամբ։ Հետագայում իհարկե որոշ կոնցեպտներ փոխվեցին, քանի որ իտալական դեսպանատունը շատ ուզեց, որ այն անպայման համադրվի իտալական ինչ-որ մի հուշարձանի հետ եւ մենք դրեցինք Մուրադ Ռաֆայելյան դպրոցի այդ պորտալի մի հատվածը, որտեղ Քոչարը ապրել է եւ նաեւ դասավանդել։ Սա էլ էր շատ սիմվոլիկ, խորհրդանշական եւ կարողացանք եւ նկատեցինք, որ այդ նկարը ամենայն դեպս եւ համահունչ է եւ միջավայրին եւ մեր օրյա իրականությանը եւ նաեւ իր նկարչական հնարավորություններով հնարավորություն կտա այս երիտասարդին հնարավորինս քիչ աղավաղել բնօրինակ ստեղծագործությունը եւ խուսափել ինչ-որ սուբյեկտիվ այլ գծեր մտցնելուց եւ նկարի ձևախախտումից, ինչը եւ մենք ստացանք, ինքը շատ հետաքրքիր ուրեմն համակարգ էր մշակել, ինչպես վերարտադրի շատ յուրահատուկ ու շատ մենք գոհ ենք կատարված աշխատանքից, իսկ կոնկրետ մուրալի առանձնահատկությունը ի տարբերություն մեր քաղաքում տեղադրված մինչ այժմ մյուս ուրեմն նմանատիպ գործերի այն էր, որ մենք իրականացրեցինք նաեւ այդ ստեղծագործության անոտացիոն ֆիլմի ստեղծումը, որը հասանելի է QR-ով, այն ցուցանակի վրա, հայերեն եւ իտալերեն լեզուներով, եւ շատ յուրահատուկ ուրեմն անոտացիոն բացատրությունը, թե ինչ մտահղացումներ է ունեցել Քոչարը այդ նկարը իրականացնելիս։ Եվ երկրորդ հարցը այս թեմայով շենքի ընտրությունը ոնց։ Շենքի ընտրությունը, ճիշտ ասած, մենք սահմանափակված ենք, քանի որ ուզում ենք անպայման լինի քաղաքի կենտրոնում, լինի տպավորիչ մի վայր, որտեղով ամենայն դեպս զբոսաշրջիկներ շատ են անցնում, բայց նաև սահմանափակված ենք, քանի որ այդքան շենքեր շատ չկային։ Ես մտածում եմ Երևան Քոչար փողոցի վրա Դե չգտանք նման բարձրահարկ, որը հարմար լիներ եւ իր պատի հնարավորությունները։ Սա այդ պահի մեջ ամենահարմար տարբերակներ կա, այսօր կան այլ ուրեմն ավելի լավ առաջարկներ, բայց այդ պահի մեջ մեր հնարավորությունների սահմաններում, չգիտեմ, ինձ լեովին բավարարում է այդ դիրքը։ Խոսենք մի քիչ նաեւ թանգարանի գործունեությունից այսօր երիտասարդների հետաքրքրվածությունը դեպի Երևան Քոչարի թանգարան։ Գիտեք ինչ, մենք անում ենք հնարավորը, որ այդ թանգարանային բառը, որը սովորաբար ունի իր սխեման, հա, այդպեսի ընկալման, որ այնտեղ փակ է, բոլորը այդպես գլուխները կախ աշխատում են, ինչ-որ բաներ են պեղում, թեկուզ գիտական ուղղվածությամբ, այս ամենը իհարկե կա, բայց սրան ուրեմն միավորվում եւ զուգորդվում է նաեւ շատ ակտիվ գործունեություն դեպի հանրությունը եւ թանգարանը այսօր այսպես ենք, ես այսպես եմ ասում, կրթամշակութային ժամանց ապահովող շատ հետաքրքիր վայր է եւ Քոչարի արվեստով էր շատ անչափ առաջադեմ եւ մենք փորձում ենք ժամանակի բոլոր առաջադեմ ուղղվածությունները եւս կիրառել եւ ներկայացնել թանգարանում։ Նշեմ, որ հենց այս պահին թանգարանում օրինակ ցուցադրվում է Կուրբեի ստեղծագործությունը, որը Քոչարը ինքն էր հայտնաբերել Փարիզում եւ ունի գրած այդ պատմությունը, թե ինչպես է ինքը այդ նկարը հայտնաբերել, տարել, հաստատել, որ դա հենց Կուրբեի ստեղծագործությունն է։ Եվ այսօր արհեստական բանականության շնորհիվ թանգարանում ներկայացվում է, թե ինչպես է Քոչարը ֆրանսերեն լեզվով պատմում հենց այդ պատմությունը։
Բացի դրանից մենք այսպեսի մի զուգահեռել անցկացնեմ, ես ուրեմն այս այցելության ընթացքում եղա Լյուքսեմբուրգ թանգարանում, Փարիզի, որտեղ ներկայացվում էր Լեժեի ուրեմն գործերը եւ շատ հետաքրքիր էր ինձ տեսնել թե ինչ կոնցեպտով են հիմա իրականացվում ցուցահանդեսները, հա, Քոչարի ժամանակակիցների։ Լեժեն հենց նրա ժամանակակիցների միասին ցուցադրվել են ու անասելի զարմանքս մեծ էր, երբ տեսա, որ այն մոտեցումները, ինչ որ ես այսօր կիրառում եմ թանգարանում, իհարկե այլ ֆինանսական հնարավորություններով, այլ մակարդակով եւ այլ ընդհանուր հնարավորություններով, բայց մոտեցումները եւ այն օդում թևածող այդ կոնցեպտը նույնն էր, հայցակարգը։ Այսինքն դրված էին եւ Լեժեի ստեղծագործությունները եւ դրանց հիման վրա այլ արվեստագետների արված մոտեցումներով գործեր, բայց դրանք շատ համահունչ էին Լեժեի արվեստին, ես նույնը անում եմ Քոչարի դեպքում, այսինքն այն բոլոր ստեղծագործությունները, որոնք ինստալացիաները, որոնք արվում են Քոչարի ստեղծագործությունների հիման վրա եւ դրանք ներկայացվում են թանգարանը հանձն է առնում դրանք ներկայացնել եւ պատվով ներկայացնել, դրանք միայն Քոչարի գործերի այդպես հայցակարգը, մտածմունքները եւ գաղափարները կրող ինստալացիաներ են եւ ոչ թե սուբյեկտիվ ինչ-որ շեղված մոտեցումներ։ Ոչ մի գիծ Քոչարի գործերից չի աղավաղված, ընդհանրապես նոր տեխնոլոգիաները մուտք են գործում նոր ինտերպրետացիայով եւ ավելի խորությամբ եւ ավելի հասանելի դասարներին փորձում են ներկայացնել Քոչարի մտքերը։ Այ հենց դրա մասին էլ կուզեի խոսենք, որովհետև թանգարան հասկացողությունը, հա, մի փոքր կարծրատիպային է մեզ մոտ, մտածում ենք թանգարան, մութ, մռայլ, ինչ որ փակ պատեր, գորշ եւ այսպես, հա, բայց այսօր ժամանակակից լեզուն թանգարանային մեխանիզմի մեջ ձևավորել են մի համակարգ, որը շատ մատչելի եւ շատ ժամանակակից լեզվով երիտասարդությանը կարողանում է ներկայացնել անհատին կամ պատմական իրադարձությունը։ Թանգարանը այսօր այդ տեխնիկային ինչքանով են։ Դե հենց այդ մասին էի ասում, որ մենք կիրառում ենք այսօրվա տեխնոլոգիայի ընձեռած բոլոր հնարավորությունները, բայց իհարկե այսպես ասեմ, դրանք պետք է համադրվեն միայն գրագետ մոտեցումներով, որտեղ տեխնիկական հնարավորությունները անասելի լայն են եւ անսպառ, բայց այ ինչպես դա կհամադրեք, որովհետեւ այսօր մեր քաղաքում նույնպես իրականացվում են նմանատիպ նախագծեր, որոնք ուղղակի աղավաղում են խայտառակ Քոչարի արվեստը, բայց մենք փորձում ենք հավատարի մնալ ավելի գիտական մոտեցումներին եւ հնարավորինս տպավորիչ եւ ճիշտ մոտենալ, զգույշ մոտենալ Քոչարի ստեղծագործություններին։ Եվ դրանց ապացույցը կլինի թանգարանային գիշերը ամսի 17-ին, ես ձեզ սիրով հրավիրում եմ եւ բոլորին եմ հրավիրում, որովհետեւ կներկայացվեն նմանատիպ ինստալացիաներ Քոչարի բնօրինակ ստեղծագործությունների կողքին եւ դուք հնարավորություն կունենաք եւ տեսնելու, կարդալու Քոչարի մտքերը, համադրելու դրանք բնօրինակների հետ եւ տեսնելու դրանց արդեն այսօրվա իրականացված, այսօրվա մոտեցումներով իրականացված տարբերակները։ Իդեպ մի հետադարձ կապել իմ կողմից թանգարանի հետ կապված ամենաթեթև էներգետիկան եմ ես Երևան Քոչար թանգարանում իր զգում։ Ի տարբերություն շատ այլ թանգարաններ, ոչ նույնիսկ Երևանի թանգարանների, այլ կարող են եվրոպական թանգարաններ վերցնել, որտեղ արհեստականորեն ընտրում են ինչ-որ մարդուն ավելի հեռացնելու ժամանակակիցներից, երիտասարդներից ու չգիտեմ, ինչ-որ այդ խորհրդավորությունը ավելի ինչ-որ sense շատ մեծացնում են ու դու անկախ քեզանից ոնց որ հետ քաշվես ու չուզես դեպի այդ մարդու արվեստը գնալ, Երևան Քոչար թանգարանում դա չկար ու այդ ինձ շատ հաճելի էր։ Մենք այդպես ցանկացած այցելուի հետ մենք աշխատում ենք, անկախ նրանից ինքը կուզի էքսկուրսիոն ուղեկցություն թե չի ուզի։ Իհարկե համահունչ իր այդ էմոցիոնալ վիճակին, որտեղ մարդիկ կան, որոնք բոլորովին չեն ուզում որ իրենց ինչ-որ մի բառ ասվի եւ ուղեկցվի։ Հա, նրանց շատ թեթև, բայց համենայնպես ոչ մեկին անտարբեր չենք թողնում եւ փորձում ենք մաքսիմալ տպավորված հեռանաթանգարանից։ Շատ շնորհակալ ենք այս հրաշալի նախաձեռնությունների շարքի հետ կապված, որովհետև շատ կարևոր է ոչ միայն այստեղ Հայաստանում այսօր, հա, հասկանանք ու ընկալենք Քոչարին մեծությամբ եւ ֆենոմենով, նաեւ հենց Հայաստանի սահմաններից դուրս ճիշտ ներկայացվի եւ ճիշտ ընկալելի դարձվի հենց հասարակությանը։ Շնորհակալ ենք ձեզ եւ ուզում ենք ձեզ ներել Իջովանի Սափոր գինին, սպիտակ, որը կարծում եմ փոքրիկ համադրություն կլինի օրվա հետ, մի քիչ անձևոտ է դուրսը, բայց կարծում եմ թանգարանում հաճելի տրամադրություն կլինի։ Ասեմ նաեւ որ այսօր Կոմիտասի արձանի մոտ Էջմիածնում մենք շատ յուրահատուկ միջոցառում ունենք։ Եթե Էջմիածնում մեզ լսում են, ես մեծ հաճույքով կուզեմ մասնակցել։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ էլ շատ մերսի։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ
իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես պատրաստել եմ այսօր շատ համեղ տաք ուտեստ, որի գովազդը այսպես անընդհատ մեջ կրկնելով ամբողջ ընթացքում ներկայացրել եմ ձեզ։ Շատ ուզում եմ, որ դուք էլ ժամանակ գտնեք եւ պատրաստեք այս համեղ ուտեստը։ Ինչ արեցինք, հիմա արդեն մատուցման ափսեի մեջ լցրել եմ մեր տապակված կարտոֆիլը, իսկ կարտոֆիլի վրա ավելացնում ենք այս շատ համեղ սնկով, թթվասերով պատրաստված սոուսը։ Ահա այսպես պետք է վայելել այս ուտեստը, ուտեստի մատուցման ձևը հենց այսպիսին է, իհարկե չմոռանանք, որ այստեղ շատ առատ պանիր ենք օգտագործել, ահա, այսպես, եւ վրան որպես ձևավորում, որպես հավելում, մենք կավելացնենք սամիտ, ես այստեղ ունեմ սամիտ, ահա, անպայման։ Սամիտ կավելացնենք, իհարկե ցանկությունը ձերն է, կարող եք խառը պարզապես կանաչի ավելացնել եւ մտածեցի, որ լոլիկի չիրը նաեւ այստեղ շատ հետաքրքիր կլինի, որը առաջարկում է մեզ Իջևանի պահածոների գործարանը։ Սա էլ տարբերակ է, փորձեք, վայելեք, մի փոքր լոլիկի հյութից ես կավելացնեմ, այս հրաշք հյութն էլ կավելացնենք եւ ահա տեսեք ինչպիսի ճոխություն ստացանք մենք, սիրելիներս, փորձեք ինքներդ էլ պատրաստել, վայելել եւ իհարկե ինչու ոչ արձագանքեք։ Իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում, ձեր տրամադրությունը բարձր պահեք, կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրիներ, շնորհակալ ենք այս համեղության համար, քիչ հետո միասին կճաշակենք, համեմելով իհարկե Իջևանի գինոգործանի կողմից առաջարկվող համեղ կոմպոտները, որոնք այս համեղ ուտեստը կլրացնեն իրենց համով, բույրով ու տրամադրությամբ, իսկ երեկոն արդեն կավարտենք բրիզի հետ միասին, ռոզե փրփրուն գինին, որը նույնպես գեղեցիկ համադրություն է գեղեցիկ երեկոների։ Եվ չենք մոռանա նաև Էլոլայի առաջարկած անմահական բազում պանիրների տեսականու մասին, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կատնամթերքի մասին, ձեռք բերեք Էլոլայի ամբողջ ապրանքատեսականին եւ զգացեք բնական կաթի համը հենց Էլոլայի հետ միասին։ Մայիսի 23-ին ու 24-ին արդեն կհնչի վերջին զանգը շրջանավարտների համար եւ այդ ղողանջը կավետի նոր կյանքի մուտքը, իսկ այդ էմոցիաները նվիրեք հենց ձեր շրջանավարտներին, արև բացիկների հետ միասին, բացիկները հատուկ հենց թողարկված են վերջի զանգի թեմայով։ Թաթա Սիմոնյանի սիրված ու կլասիկ դարձած վերջին զանգ երգի բառերն են այստեղ եւ իհարկե մեջտեղի հատվածում հնարավորություն ձեր բարեմաղթանքը գրելու, իսկ հետևի հատվածում QR կոդն է, որին պարզապես հեռախոսը մոտեցնելու դեպքում միանգամից միանում է հենց երգը հաղորդելով հենց այդ տրամադրությունը եւ էմոցիաները։ Նվիրեք էմոցիաները ձեր շրջանավարտներին, իսկ բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում, Արև Քարց Instagram-ի էջում եւ իհարկե քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Եվ ձեր լավագույն առիթները վստահեք Բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ ու ձեր յուրաքանչյուր առիթը կվերածեն մեծ տոնի։ Դե իհարկե չմոռանանք նաև, որ յուրաքանչյուրս ունենք նաև խնամքի կարիք, հատկապես բարբերշոպն առաջարկում է Master Right-ում հենց ծառայությունները, որտեղ պրոֆեսիոնալ բարբերների շնորհիվ կարող են հենց ձեզ դարձնել արա գեղեցիկը։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում եւ միշտ բաց է իր դռները բոլորի համար։ Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք, ծանոթացեք նոր գարնանային տեսականուն, ձեռք բերեք ձեր գարնանային թիթիզ լուքերը եւ իհարկե այնտեղ գործում են մեծ զեղչեր։ Պատուհանից դուրս նայելու փոխարեն նայեք հեռուստացույցին յուրաքանչյուր առավոտ եւ այս անձրևոտ մեկ շաբաթը միասին արևի տրամադրությամբ դիմավորենք, հա, եւ փորձենք հենց այդ արևն էլ տալ մեր եթերից ձեզ։ Դե ինչպես ասում են, այսօրվա համար այսքանն էր նախատեսված։ Եվ վերջում իհարկե այս ամենը պատրաստված էր սիրով։